Շնորհակալ եմ, որ եկել եք մեր հավաքի եւ դիմավորելու, շնորհակալ եմ մեր երեխաներին, որոնք ամենտեղ արդեն դարձել են մեր մշտական ուղեկիցը եւ ես կարծում եմ երեխաների ներկայությունը, երեխաների լայնամասշտաբ ներկայությունը այս քարոզարշավին շատ խորհրդանշական է, որովհետեւ մեր իրականության մեջ կենցաղում, տանը, ամենտեղ մեր մտքում բոլորը մենք ենթագիտակցորեն եւ գիտակցորեն առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ, որ այն ինչ որ անում ենք մեր երեխաների համար։ Այս կարգախոսը, այս բանաձևը մեզանում միշտ ներկա է։ Պարզապես մենք թերևս միշտ չէ, որ հստակ պատկերացրել ենք, թե ինչ է պետք մեր երեխաներին եւ մենք ինչ պետք է անենք մեր երեխաների համար, որովհետեւ գիտեք, ժողովուրդ, այս խոսակցությունը շատ կարեւոր է, որ բաց տեղի ունենա, առանց տենց քաղաքական ինչ-որ բաների, շպարների եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ եկեք խոստովանենք, երկար տարիներ մեզ թվացել է, թե այն ինչ որ մենք պետք է երեխաների համար անենք, ապահովենք, որ իրանց օրագրերում լավ գնահատական լինի։ Դրա համար տանջվել ենք, չարչարվել ենք, ծանոթ ենք մեջ գցել, չգիտեմ ինչ ենք արել, այնքան որ մատյանի կամ օրագրի մեջ լինի ավելի լավ գնահատական։ Բայց իրականում դա այն չի եղել, որը պետք է եղել մեր երեխեքին, որովհետև մենք չենք կարող ամբողջ կյանքում մարդկանց ուղեկցել եւ օրագրի իրանց գնահատականները ուղղել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։